Եթե մեկը խոսքով հանցանք չգործի, նա կատարյալ մարդ է, որ կարող է բոլոր մարմինն էլ սանձել։ Խաղաղություն մեզ։ Այսօր ուզում եմ խոսել լեզվի մասին, թե լեզուն ինչպիսի ավերվածություններ կարող է բերել մեր կյանքերի մեջ։ Այս պատճառով ուզում եմ կարդալ Հակոբոսի թղթի 3-րդ գլխի առաջին խոսքից։ Առաքյալն այսպես է ասում. «Եղբայրներս, շատ վարդապետող մի եղեք, գիտենալով, որ ավելի մեծ դատաստան պիտի ընդունենք»։ Ինձ դուր է գալիս, որ առաքյալը չի ասում վարդապետող մի եղեք, այլ շատ վարդապետող մի եղեք։ Եվ ինքը իրեն չի առանձնացնում, ասելով վերջում, որ շատ դատաստան կարող ենք ընդունել։ Ստացվում է, որ կա գայթակղություն, որ մենք կամենանք մեզ իմաստուն կամ գիտուն ցույց տալու համար շատ վարդապետող լինենք։ Բայց Պողոսը առաջի Կորինթացիս 13-րդ գլխում ինչ է ասում։ Նա ասում է, որ շատից քիչը գիտենք, շատից քիչն ենք մարգարեանում, բայց երբ որ կատարյալը հայտնվի, շատից քիչը կխափանվի։ Մինչև Տեր Հիսուս Քրիստոսի գալը, ինչքան էլ որ մենք իմանանք, մենք շատից քիչը գիտենք։ Այո, շատ լավ է Աստծո խոսքի հիմնարար ճշմարտությունները իմանալ, բայց ամենը չէ, որ Աստված մեզ հայտնի է անում եւ բացում է։ Դրա համար մենք պետք է մնանք մեր սահմանների մեջ եւ մեր տրվածի չափով կարողանանք նաեւ ուրիշներին սովորեցնել, առանց անցնելու այն սահմանները, որ դրված է։ Քանի որ ամենքս էլ շատ հանցանքներ են գործում, եթե մեկը խոսքով հանցանք չանի, նա կատարյալ մարդ է, որ կարող է բոլոր մարմինն էլ սանձել։ Այո, մենք մարդիկս շատ հանցանքներ կարող ենք գործել եւ այս հանցանք խոսքը նշանակում է վայր ընկնել, սայթակել, պարտություն կրել, մեղ գործել։ Ինչ-ինչ հարցերում այո, կարող ենք տկարանալ, վայր ընկնել։ Բայց ինչ է ասում առաքյալը, եթե մեկը իր լեզվով մեղ չի գործում, նա կատարյալ մարդ է։ Եթե մենք ձգտում ենք կատարելության, մենք պետք է ուշադիր լինենք մեր խոսքին, մեր լեզվին։ Երրորդ համար. գիտեք, թե ձիերի բերանը սանձ ենք դնում, որպեսզի նրանք մեզ հնազանդվեն ու նրանց բոլոր մարմինը կառավարում ենք։ Այո, այդ մեծ կենդանին ձին ինչով է կառավարվում, սանձի միջոցով, որը դրվում է բերանում։ Եվ այդ ժամանակ հետյալը կարողանում է իր երիվարին օգտագործել եւ իր կամքի համաձայն իր ճանապարհի ուղղությամբ տանել։ Ահա նավերն էլ որչափ մեծ բաներ են եւ սաստիկ քամիներից քշվում են, բայց շատ փոքր ղեկով կառավարվում են ղեկավարի կամքը, որ կողմը որ ուզում է։ Հիմա առաքյալը մեր փոքրիկ լեզուն համեմատում է այդ մեծ նավի մեջ դրված փոքր ղեկին, ցույց տալով, որ այդ հսկայածավալ նավը ղեկավարվում է նավապետի մի կողմից այդ փոքր ղեկի միջոցով։ Նույնը ստացվում է մեր կյանքում։ Մեր փոքրիկ լեզուն կարող է մեր կյանքի ընթացքը տանել այնպիսի ուղղություններով, որ մենք մոլորվենք, սխալվենք եւ գնանք շատ հեռու Աստծո կամքի ճշգրիտ գծված ուղուց։ Այսպես էլ լեզուն պստիկ անդամ է, բայց մեծ բաներ է խոսում։ Ահա փոքր կրակը որչափ բաներ է բոցավառում։ Այո, լեզուն փոքր անդամ է մարմնի մեջ, բայց կարող է մեծ կրակների եւ հրդեհների պատճառ դառնալ։ Մեկ ծառից կարելի է ստանալ տասնյակ հազարավոր անգամ 100,000-ավոր կամ միլիոնավոր լուցկու հատիկներ։ Բայց այդ մեկ փոքրիկ լուցկու հատիկը կարող է այրել տասնյակ, հարյուրավոր կամ հազարավոր ծառներ եւ անգամ ամբողջ մի անտառ հրդեհել, ոչնչացնել։ Լեզուն էլ կրակ է, անիրավության մի տիեզերք։ Լեզուն կրակ է եւ լինելով կրակ կարող է իր շուրջը հրդեհներ բռնկեցնել։ Ինչպիսի հրդեհներ մարդկային փոխհարաբերություններ կարող է ավերել եւ այդ մարդկային փոխհարաբերությունների մեջ այնքան վնաս կարող է բերել անմիտ խոսքերի պատճառով, որ հետագայում հնարավոր չլինի վերականգնել եւ այն անզուսպ ինչ է տիեզերք է։ Եվ այստեղ ստացվում է առաքյալը տիեզերք ասելով նկատի ունի մի բան, որ անսահման, անծայրածիր կարծես լինի եւ չնկատվի վերջը որտեղ է, այսինքն մարդը կարող է իր լեզվով այնպիսի բաներ խոսել եւ իրեն թույլ տալ այնպիսի խոսքեր շռայլել, այս կողմ այն կողմ այնպիսի խոսքեր շպրտել,
որ ծայր անգամ չերևա ուր է սա տանելու եւ ուր է սա հասցնելու։ Լեզուն մեր անդամների մեջ այնպես է դրված, որ բոլոր մարմինը ապականում է։ Ես շարունակում եմ ընթերցել Հակոբոսի 3:6 համարը։ Լեզուն մեր անդամների մեջ այնպես է դրված, որ բոլոր մարմինն է ապականում եւ բնության շրջանն է բռնկեցնում եւ ինքը գեհենից է բռնկվում։ Այո, այնպես է մեր մարմնի մեջ դրված, որ բոլոր մարմինը ապականում է։ Ընդհանրապես առաքյալները իրենց վարդապետությունը, որ կառուցել են, նրանք միշտ հիմնվել են Տեր Հիսուսի խոսքերի վրա։ Սա ինձ հիշեցնում է Մատթեոսի ավետարան 15-րդ գլուխ 17-րդ համարից։ Տեր Հիսուսն ասում է. «Ու չեք հասկանում, թե ամենը ինչ որ բերանն է մտնում, փորն է գնում ու արտաքնոցն է ձգվում։ Իսկ բերանից ելած բաները սրտից են առաջ գալիս եւ նրանք են պղծում մարդուն։ Քանի որ սրտից են դուրս գալիս չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ եւ ինչ որ սրան նման է, սուտ վկայություններ, հայոյություններ, սրանք են որ պղծում են մարդուն, բայց անլվատ ձեռքով հաց ուտելը չի պղծում մարդուն»։ Ես կարդացի 17-ից 20 համարները։ Ստացվում է, որ մարդիկ, որ ուշադիր էին իրենց հիգիենային, տվյալ դեպքում հрьяաները, եւ նրանք ուշադիր էին, թե ինչ են ուտում, ինչպես են ուտում, որ պետք է ըստ կանոնների մաքուր ձեռքերով իրենց հացը ուտեին ու սրա վրա անպայման կարևոր ուշադրություն էին դարձնում։ Բայց Տեր Հիսուսն ասում է, որ իմացեք, եթե անգամ կեղտոտ ձեռքերով ուտեք կամ ինչ որ մի բան, որ մտնում է ձեր բերանից ձեր որովայնը, սա չի պղծում, ապականում ձեզ։ Ի՞նչն է ապականում։ Շուրթերից դուրս եկածը։ Ինչու՞, որովհետև շուրթերից գնում է ինչը, այն ամենը, որ գալիս է սրտից։ Եվ սրտից դուրս եկող այդ չար խորհուրդներն են, որ բերում են մեղքի ապականությունը եւ ավիրում մարդու կյանքը։ Եվ ինչ էր նաեւ ասում առաքյալը, ասում էր, որ բնության շրջանն է բռնկեցնում կամ կյանքի անիվն է բռնկեցնում ու ինքն էլ, այսինքն լեզուն, գեհենից է բռնկվում։ Ինչ ասել է կյանքի անիվն է բռնկեցնում։ Ասում է մեր կյանքը ունի անիվ, ունի ընթացք։ Բայց երբ որ լեզուն սխալ կրակով, գեհենի կրակով է բռնկվում եւ սնուցվում, ինքն էլ ինչ է անում, մեր կյանքը, մեր կյանքի ընթացքը եւ մեր շուրջը եղող բաները ավիրում է եւ սխալ, դիվական գեհենի կրակներով է սկսում հրդեհել։ Նորից ուզում եմ կարդալ Տեր Հիսուսի խոսքերից Մատթեոսի ավետարան 12-րդ գլուխ 34 համար։ Իժերի ծնունդներ, ինչպես կարող եք բարի խոսել, որ չար եք, քանի որ բերանը սրտի ավելցուկից է խոսում։ Ինչ է ստացվում, որ ինչ է նշանակում լեզուն գեհենից է բռնկվում։ Ինչ է գեհենը, նայելով Տեր Հիսուսի խոսքերին, ստացվում է, որ շուրթերը լեզուն խոսում են սրտի ավելցուկից։ Ուրեմն այս գեհենի կրակը որտեղ է լինում, մարդու ներսում։ Ինչպես ներսում։ Նորից կարող ենք հիշել Պողոս առաքյալի խոսքերը, որ ասում էր Հռոմեացի 7-րդ գլխում. «Իմ մարմնում բարի բան չի բնակվում»։ Նայելով իմ ներսում գտնում եմ մեղքի օրենքը, որը ինձ գերի է բռնում եւ իր ցանկությունն է կատարել տալիս։ Այս առումով առաքյալն ասում էր, որ մեղքն է, որ բնակվում է իմ մարմնի անդամների մեջ։ Այո, երբ որ մեղքի բնությունը, ադամական ընկած բնությունը կա մեր մարմնի մեջ, այն կարող է մեր ներսից գեհենի կրակով սնուցել մեր լեզուն եւ մենք բաներ խոսենք, որը հրդեհներ առաջացնի եւ ամբողջությամբ ավերի մեր կյանքը ու մեր շուրջ եղած բաները։ Բոլոր գազաններն ու թռչունները, սողուններն ու ծովի մեջ եղածների բնությունը նվաճվել է ու նվաճվում է մարդկության կողմից, բայց մարդը լեզուն չի կարողանում նվաճել։ Այն անզուսպ չար է ու մահաբեր թույնով լեցուն։ Մարդ արարածս անգամ կարողանում է ամեհի գազաններին հնազանդեցնել իրեն։ Արջին, առյուծին, վագրին կարող են մարդիկ վարժեցնել։ Անգամ ծովի ձկների մեջ եղած մեծ ձկներին կարող են վարժեցնել։ Բայց ինչ, մարդը ի վիճակի չի նվաճել իր լեզուն, որովհետև մահաբեր թույնով լեցուն է։
Նրանով օրհնում ենք Աստված ու Հայրը եւ նույն լեզվով անիծում մարդկանց, որոնք Աստծո նմանությունով են ստեղծված։ Միևնույն բերանից դուրս է գալիս օրհնություն ու անեծք։ Եղբայրներս պետք չէ, որ այսպես լինի։ Միթե աղբյուրը միևնույն բերանից քաղցր ու լեղի է բխեցնում։ Միթե կարելի է եղբայրներս, որ թզենին ձիթապտուղ բերի կամ որդատուն կթուս։ Նմանապես կարելի չէ, որ աղբյուրը աղի ու քաղցր ջուր տա հոսեցնի։ Առաքյալը խոսում է, որ մեր շուրթերից, մեր լեզվից չպետք է դուրս գա եւ քաղցրը, եւ դառը, որ նույն լեզվով ու նույն շուրթերով օրհնենք Աստծուն, բայց անիծենք մարդուն, որ Աստծո պատկերով է ստեղծված։ Չպետք է այսպես վարվել, որովհետեւ նույն աղբյուրից հնարավոր չէ երկու տարբեր ջուր հոսի։ Լեղին, այսինքն դառը, անուշն ու քաղցրը։ Բայց ինչպես է այս ամենը տեղի ունենում։ Այո, տեղի ունենում, որովհետև մեր մեջ կա նաև մեղքի բնությունը։ Երբ որ մենք գալիս ենք Տիրոջը, ընդունելով Հիսուս Քրիստոսին, ապրում ենք վերստին ծնունդ, մեր ներսում ծնվում է մի նոր կյանք, Քրիստոսի կյանքը, եւ մեր ներսում սկսվում է պատերազմ։ Հոգին պատերազմում է մարմնի դեմ, մարմինը պատերազմում է հոգու դեմ, եւ միշտ այս պայքարը կա։ Ու նայած թե մենք ումն ենք տեղիք տալիս։ Եթե մենք տեղիք ենք տալիս մարմնին, մեր լեզուն, մեր շուրթերը ինչ են անում, դրսևորում են մարմնից եկող խոսքերը, խորհուրդները, ցանկությունները, եւ այդ ժամանակ մարմնավորն է արտահայտվում։ Իսկ այն լեցուն է չար թույնով, այն լեցուն է լինում կործանարար գործերով։ Բայց երբ որ Աստծո զորությամբ մենք հաղթում ենք մարմինը եւ տեղիք ենք տալիս, որ Քրիստոս, ով ապրում է մեր հոգու մեջ, ինքը իրեն դրսևորի մեր մեջ, մեր լեզուն սկսում է սնվել հոգու, Սուրբ Հոգու կյանքի զորությունից եւ սկսում է խոսել Աստծո զորությունից եւ այդ ժամանակ մեր ներսից բխում է կյանք, բխում է քաղցր ջուր եւ լսողները շնորհք են ստանում, կյանք են ընդունում, ոչ թե ապականություն է դուրս գալիս, այլ շինություն է դուրս գալիս մեզանից, քաղցրություն է դուրս գալիս մեզանից եւ կառուցվում է Աստծո գործերը։ Հռոմեացիս թղթում առաքյալն ասում է այսպես. Կարդամ 6-րդ գլուխ Հռոմեացիս թուղթ։ Երրորդ համար չեք իմանում, թե մենք որ Հիսուս Քրիստոսով մկրտվեցինք, նրա մահվանը մկրտվեցինք, նրա հետ թաղվեցինք մկրտությունով մահվան համար, որպեսզի ինչպես Քրիստոս հոր փառքով հարություն առավ մեռելներից, այնպես էլ մենք կյանքի նորոգության մեջ քայլենք։ Ինչ եմ այստեղը կարդում, որովհետև Հակոբոսն ասաց, որ անգամ մարդը կարող լինելով գազաններին իրեն հնազանդեցնել եւ նվաճել նրանց, բայց չի կարողանում նվաճել իր լեզուն։ Իսկ ո՞րն է ճանապարհը։ Ահա ճանապարհը։ Մենք Քրիստոսի հետ խաչվեցինք, Քրիստոսի հետ մահացանք, որպեսզի Քրիստոսի հարությամբ հարություն առնենք մեռելներից ու ինչ անենք, նրա կյանքի նորոգության մեջ քայլենք։ Քանի որ եթե մենք տնկակից եղանք նրա մահվան նմանությունով, նաև նրա հարության նմանությամբ էլ պիտի կցորդ լինենք։ Սա իմանանք, թե մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որ մեղավոր մարմինը, մեղքի մարմինը փչանա, որպեսզի սրանից հետո մեղքին չծառայենք։ Ուրեմն ո՞րն է ճանապարհը հաղթելու այս խնդիրը, նվաճելու լեզուն։ Սա ուղղակի չի նվաճվում, այլ հաղթությունը Քրիստոսի հետ մահանալ նրա խաչի վրա եւ Տեր Հիսուս Քրիստոսի հետ հարության կյանքի նորոգության մեջ քայլել ու ապրել եւ թույլ տալ հարություն առած Քրիստոսի կյանքը մեր մեջ գործի եւ մեզանից դրսևորվի եւ այդ ժամանակ մեր լեզուն խոսի օրհնություն, քաղցրություն եւ մեր շուրթերի աղբյուրը միմիայն անուշ ու քաղցր ջուր, կյանքի ջուր կբխեցնի։ Լինենք օրհնված Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։